Սահմանես trade-ը որն է։ Եթե այսպես բացատրես ամենասկսնակին, էլի։ Օրինակ, ես ինչ-որ մի արժեթուղթ գնեցի, նախ սահմանենք արժեթուղթը ինչ է, շատ հայերեն, հայավարի հեշտ լեզվով ասած, ինչ-որ մի կազմակերպության մեջ գնում ես բաժնեմաս։ Դու դառնում ես օֆիցիալ այդ կազմակերպության փայատերը։ Ենթադրենք Երևան City-ն է, գնում ես ինչ-որ Երևան City-ից մի հատված ու Երևան City-ն ինչքան եկամուտ անում, դրանից հետո այդ եկամուտի ինչ-որ մի հատված քո բաժնեմասին համապատասխան չափով քոնն է։ Հիմա կա երկու տարբերակ։ Դու գնեցիր ու չես պատրաստվում իրան վաճառել, դու ուզում ես երկար ժամանակ մնաս մասնակիցը այդ կազմակերպության, ու երկրորդ տարբերակ, երբ որ մենք անում ենք intraday գործարքներ, այսինքն այսօր cash էինք առավոտը, մտան գործարքի մեջ ունեցանք ինչ-որ բաժնեմաս ու օրվա ընթացքում դուրս են գալի, հետ ենք վերադառնում cash-ի։ Ինչա դա մեզ տալի։ Նախ քնում ենք առանց ռիսկերի, մանավանդ այսօրվա իրականությամբ, երբ Թրամփը օրը մեջ ինչ-որ մի տրամադրությամբ որոշում է կայացնում, դու երբեք չգիտես քո երկուշաբթին բացվելու է փամփով թե դամփով։ Այդ կարևոր է։ То есть բաժնեմաս գնելը, հետո վաճառելը, դա արքու վաճառք, որը որ անգլերեն trade։ Կա ինվեստիցիա, դա երկարաժամկետներ, ու կա trade, որը որ իմ ասածն է,